Բախտներս բերեց հարցի հնարավորություն ունեցանք, դահլիճից էլ չհեռացրեցիք, պարոն Սիմոնյան, այսինքն ես չեմ հասկանում էլի, դե մյուս նիստին հավաքվեք, դուք ձերոնցով հավաքվեք, մեկ այդ մյուսին ասեք մեծարգո, ձեր այդ գերազանցություն, հարց տվեք, մի սպասեք, որ պատասխան տա, դուք այդ հարցին պատասխանեք, բրծեք, վերջացրեք գնա, հիմա մենք եկել ենք ստեղ, հարցեր ենք բարձրացնում, որ պետք է ուշով կառավարությունը եւ կառավարության ղեկավարն ու անդամները լսեն, գրի առնեն իրանց մոտ, ասեն, բայց ինչ հարցերա գնանք լա հետամուտ լնենք տենանք լա, որտեղ այդ ինչ ա կատարվում, ինչ կոռուպցիոն մեխանիզմներ ա կատարում, ինչ սխեմաներ ա կատարում, գործընկերուհիս հարց ա տալիս, բան եք անում, ասում եք, այս ինչ հարցեր եք տալիս, բա ինչ անենք, հարցեր չտանք, բա այդ որ մեկը կար այդ կուսակցությունից, շնչակտուր գնացել էր, ասում էր ես մասիվի սուվերենությունը փրկեցի, պարապաս տղերք ունեն իրանք, այդ կուսակցությունը ասում պարապաս տղերք ունենք ասում դրա առաջ որ լավ պարապել են, սպասում են այդ ձերքներս չնկան ասում լավ պարապաս տղերք ունենք, մենք փրկեցինք ասում նոր-նորքի սուվերենությունը, ծեծի են ենթարկում խոշտանգում, հիմա ասում են կոռուպցիոն, այնտեղ բավականին ռիսկ էր կա, ասում եք, բայց ժամանակ ունեմ այդ կոռուպցիոն ռիսկերը, թաղապետը, բանը, դա պետք է իմ տիրույթում, բայց որ ձեզ պետք կլինի իրավապահ համակարգին, դատախազին, ոստիկանության պետին 5 րոպեվա մեջնից հավաքեք, բերեք ու հանձնարարականները տակ, դա չեք գնալու այդ կոռուպցիայի բանի հետևից, ինչի մասն է խոսքը։ Ուրեմն, քանի որ դա ժամանակը սպառվում է, իմ հարցին էլ ժամանակ չեղավ անդրադառնալու, շատ կարճ ուզում եմ հետևյալի մասին ասեմ, վերջերս ուրեմն հանդիպում էի ունենում մեր սահմանամերձ շրջանների բնակիչների հետ Տավուշի, ականապատման աշխատանքների հետ կապված մտահոգություններ են հայտնել, մասնավորաբար ազատամուտ համայնքի հարակից շրջանների ականապատման եւ չափագրման աշխատանքների։ Հարցս հետևյալն է, ինչ աշխատանքներ են կատարվում այդտեղ, այդ հատվածում եւ արդյոք դա կապ ունի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետ։ Շնորհակալություն հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Համեցեք։ Շնորհակալ եմ Պարոն Դանիելյան հարցի համար, որ դուք խոսում եք գրի առնելուց, հետաքրքրվելուց, ես կարող եմ ասել, որ գրի ենք առնում զուգահեռ այն պաշտոնյաներին, ում վերաբերվում է, նաև գրում ենք, երբեմն ուշ, երբեմն շուտ պատասխան ստանում ենք, եթե ձեր խոսածածը դուք խոսում եք, ասում եք կոռուպցիայի դեմ բա չպայքարեք, բա իհարկե պայքարեք, ես էլ ասում եմ, որ եթե ձեզ թվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում որևէ մեկը կա, որից շահագրգիռ է, դուք դրանից կամ մեզնից շահագրգիռ է, դուք այդտեղ չարաչար սխալվում եք։ Մենք շատ լավ, շնորհավորում եմ ձեզ այդ առիթով եւ ուրախ եմ դրա համար։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ես հիմա այդ ազատամուտի մոտակայքում ինչ ականազերծում կարող է տեղի ունենալ, ես դժվարանում եմ ասել, ես ուրիշ բան կարող եմ ձեզ ասել, ես այն օրը գնացել էի Ոսկեպարի եկեղեցի եւ ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ հենց մուտքի մոտ որոշակի փշալարեր կան եւ նաեւ մեր գործընկերներին ասացի, որ դա կարա սխալ տպավորություն թողի, որ մենք այսքան ասում ենք որ սահմանազատում էսպես է եղել, հիմա մուտքից 2 մետր են կողմ, բան կա, փշալարեր են փռած եւ պարզեցի, որ խնդիրն է նա, որ այդ հատվածում որոշակի ականային մտավախություններ կան եւ այնտեղ պաշտպանության նախարարությունը եւ սահմանապահները փշալարով փակել են, որպեսզի եւս մեկ անգամ ականազերծման հետ կապված աշխատանքներ իրականացնեն, որպեսզի եկեղեցին եւ իր շրջապատը, մանավանդ որ մարդկանց ընդեղ էլ ճանապարհը նորոգել ենք, մարդկանց հոսքը ակտիվացել է, ճիշտ է, սենց թեկություն է, բայց մարդ էս կարող է ինչ որ մեկը որոշի իջնել ներքևը, ասենք ժամանակ անցկացնել եւ այլն։ Ինչ վերաբերվում է, ինչ Դե հիմա ունեն տեղեկություններ, պարոն
չէ, մի քանի մետրից փշալար է դրած, փակած է բավականին մեծ տարածք։ Ես նկատի ունեմ կարող են այսպիսի աշխատանքներ լինեն, ինչ վերաբերվում է սահմանազատման հետ կապված աշխատանքներին, դուք գիտեք, որ այս ընթացքում սահմանազատման աշխատանքներ առանց դրանց մասին հայտարարելու տեղի չեն ունեցել եւ տեղի չեն ունենալու եւ չեն կարող տեղի ունենալ, որովհետեւ սահմանազատումը սկսվում է զուգահեռ տեղեկատվություն է տեղի ունենում եւ այսինքն այդ սպասումը ձևավորել, որ վայ թաքուն կարա սահմանազատման աշխատանք տեղի ունենա, այդքան էլ ճիշտ չի։ Ըստ համատեղ հանձնաժողովի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, եթե չեմ սխալվում, պիտի տեղի ունենար Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այդ սահմանային կետից սկսած։ Իմ հարցը հետևյալն է. եթե սահմանազատման աշխատանքները սկսվելու է այդ հատվածից, այն մնացած հատվածներում տարվող աշխատանք, որովհետև ձեր падգամավորներից մեկը ասում է տեղն էլ ասեք, եթե այքան ակնհայտ է, որ այդ ականազերծման աշխատանքները կատարվում են եւ նաեւ այդ ընթացքում իմիջիալոց դժբախտ պատահարները տեղի ունենում, նենց չի որ ես տենց մի հատ մեծ գաղտնիք եմ բացահայտում, հերիք կարա պատասխանի այդ հարցերին։ Ուրեմն ուզում եմ հասկանամ, այդտեղ ինչի է կատարվում, այդտեղ եթե այնտեղից պիտի սկսի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքը ըստ այդ կանոնակարգի համաձայն, այդ չեմ կարողանում դա իրար հետ տեղավորել։ Ես զարմացած եմ ուղղակի, այն ինչ որ դուք ասում եք սահմանազատման աշխատանքի հետ չի կարող ունենալ որևէ կապ։ Դուք տեղյակ եք, որ մոտակայքում հսկայական այլ բնույթի աշխատանքներ են տեղի ունենում, այդ թվում ինժեներական, որոնք, այսինքն որտե ինչ ականազերծում տեղի ունեն, չափագրում արվում, բա շինարարություն են անում մարդիկ, բա առանց մետրը չափելու են շինարարություն անել։ Դուք տեղյակ չեք այնտեղ ինչա տեղի ունենում։ Կարող են կազմակերպել ձեր ամբողջ խմբակցությանը ուղեկցենք եւ գնաք տեսնեք ձեր աչքերով, թե ինչ աշխատանք է կատարվում այնտեղ։ Դե գնացել եք, տեսել եք, բա որ գնացել տեսել եք, ինչ եք հարցնում։ Իմիջիալոց իրանցի պատի մասին էլ որ հասնենք, իրանցի պատը ճաքել, այդ իրանցի պատը, ոչ մի պատ էլ նախ շինարարության մեջ պատը կարա ճաքի, բայց այդ ձեր տեսածը, որ դե ես կանգնած եմ, դա պատը չի ճաքել, դա երկու պատերի միացման տեղ է, երկու առանձին պատերի միացման տեղ է, որը ներկվել է եւ քանի որ արանքում տարածություն կա, ներկնա ճաքել։ Ձեր սուր աչքին մեռնեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, նայեք, պարոն Դանելյան, մենք որևիցե խնդիր չունենք, որ դուք հարց տաք, ընդհակառակը մենք ուրախանում ենք, մենք ուզում ենք դուք գաք բոլոր հարց ու պատասխաններին, որը որ միշտ չի տեղի ունենում, բոլոր նիստերին, խնդիրը տեղից խոսելն է, տեղից խնդրում եմ մի խոսեք, դուք տեղից դիալոգի եք վերածում, որը որ տրամաբանություն է խախտում, որի հետ կապված ես վրդովում եմ, թե չէ խոսեք, հարցրեք, միշտ եկեք, մենք միայն ուրախ ենք։ Իրանց ասում եմ առանձին, իրանց հետ շփվում եմ, ձեր հետ քիչ եմ շփվում, եզակի հնարավորությունը ասում եմ։